սա ուղղակի եկեղեցու դեմ ուղղված պայքար է։ Այսինքն հակամարտություն է լինում, երբ որ երկկողմանի է լինում։ Այս դեպքում այդպես է հարվածումը իշխանության կողմից է։ Եկեղեցին չի հարվածում որևէ մեկին, մեր հայ առաքելական եկեղեցին որևէ մեկին չի հարվածում, հակառակը հայ առաքելական եկեղեցին ի սկզբանե, երբ գոյություն է ունեցել եւ մինչ այսօր պայքարել է հայի ինքնության պահպանման համար եւ ես հաճախ եմ ասում դրա մասին եւ այսօր էլ գուզենայի կրկնել մենք դարեր շարունակ պետականությունը կորցրել էինք Կիլիկյան թագավորությունից հետո մոտ 8 դար մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետականության դեր ստանձնած մեզ բահեց մեր ինքնության մեջ եւ այսօր այս ամենը պատահական չէ ես շատ եմ խոսում դրա մասին որ հիմա ինքնության դեմ պատերազմ է եւ այս ամենը այս ընդհանուր այդպես կոնտեքստի մեջ պետք է դիտարկել եւ եկեղեցին մեր ինքնության կարևորագույն բաղադրիչ մասն